եւ նրանք հաղթողի իրավունքով իրենց անունները գրեցին Ռայխստագի պատերին։ Պատերազմի հաղթական փուլի այդ մարտերին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայեր, որոնցից 34-ին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ Բերլինը գրավողների առաջին շարքերում էին 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար գվարդիայի գնդապետ Համազատ Բաբաջանյանը, որն արժանացավ տանկային զորքերի գեներալ-մայորի կոչման, 35-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Մայակ Բաբայանը, որին հետ մահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի կոչում, Բերլինի գրավման մարտերում աչքի ընկնելու համար Կուտուզովի երկրորդ շքանշանով պարգևատրվեց 89-րդ հայկական Կամանյան հրացքային դիվիզիան։ Հայ ժողովրդի զավակները աչքի ընկան նաև հեռավոր արևելքում, երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ մարտում մարտական գործողություններին, որի հետևանքով 1945 թվականի օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 2-ը ջախջախվեց ֆաշիստական Գերմանիայի դաշնակից կայսերական Ճապոնիա։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իրենց զգալի ավանդը ներդրեցին նաև անտեսանելի ճակատի մարտիկները, լեգենդար հետախույզներ գեներալ-լեյտենանտ Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայորներ Իվան Աղայանցը, Միքայել Ալավերտովը, Վյաչեսլավ Գևորգովը, գնդապետ ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը և շատ ուրիշներ, որոնց ծառայությունները հասկանալի պատճառներով թերի են լուսաբանված։ Սփյուռքահայերի հանգանակած միջոցներով Կարմիր բանակը համալրվեց Սասունցի Դավիթ և գեներալ Բաղրամյան տանկային շարություններով։ Հազարավոր սփյուռքահայեր ընդգրկված էին ֆաշիստական Գերմանիայի զավթած երկրների դիմադրական պարտիզանական շարժման շարքերում։ Նրանցից Միսակ Մանուշյանը հետ մահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման։ ԱՄՆ-ի բանակում մարտնչել է շուրջ 20,000 հայ։ Լեյտենանտ Երվանդ Դերվիշյանն արժանացել է Ամերիկայի ազգային հերոսի կոնգրեսի պատվո մեդալ շքանշանի։ Ավելի քան 30,000 հայ էր կռվում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանակների շարքերում, որոնց զգալի մասը զորակոչվել էր Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից։ Մարտական շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է 66,802 հայ ռազմիկ, Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 107, այս թիվը մի քիչ տատանվում է տարբեր գրականությունների մեջ, նույնիսկ գրվում է 99, նույնիսկ գրվում է 103, նույնիսկ գրվում է 108, 100, քանի որ վերջին տարիներին գրականության մեջ ավելի շատ արծարծում է 107 հայ, որից 4-ը խորհրդաֆիննական պատերազմում, ևս 3 հայ այդ կոչմանն արժանացել են հետպատերազմյան տարիներին կատարած խաղաղությունների համար։ Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը այդ կոչմանն արժանացել են կրկնակի։ Հայ ռազմիկներից 6-ը կրկնել են Ալեքսանդր Մատրոսովի, 7-ը Օթաչուներ Գաստելոյի սխրանքը։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել նաև Հայաստանի Հանրապետություն Խորհրդային Հայաստանում բնակվող 10 այլ ազգի ռազմիկներ։ Զինվորական փառքի իշխանշանի լրիվ ասպետ են դարձել 27 հայ ռազմիկներ։ Պատերազմին մասնակցել է ավելի քան 10,000 հայուհի, որոնցից 4,000-ը Խորհրդային Միությունից, 1,800-ը Արցախից, մյուսները ԽՍՀՄ այլ հանրապետություններից ու Սփյուռքից։ Պատերազմին մասնակցել են 64 հայ գեներալներ, 1 ավիացիայի մարշալ, 1 ծովակալ։ Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել պատերազմի մասնակից ևս 83 հայ, իսկ Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության մարշալի 1955 թիվ, Հովհաննես Իսակովը Խորհրդային Միության նավատորմի ծովակալի 55 թիվ, Համազատ Բաբաջանյանը զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի 1975 թիվ, Սերգեյ Ագանովը ինժեներական ծառայությունների մարշալի 1980 թիվ։ Պատերազմի տարիների գիտության և արդյունաբերության բնագավառում կատարած ակնառու ծառայությունների համար 12 հայորդիների շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Պատերազմի մասնակից 3 հայ անվանի գիտնականներ, ՄԻԳ կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր, ինժեներատեխնիկական զորքերի գեներալ գնդապետ Արտեմ Նիկոյանին, հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Քոչարյանցին և Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին այդ բարձր կոչումը շնորհվել է կրկնակի անգամ։ Հայնական մեծ պատերազմի մարտադաշտերում իրենց կյանքի գնով արտակարգ սխրանքներ կատարած 6 հայորդիների անուններ
ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հատուկ հրամանով առհավետ գրանցվել են այդ զորամասերի զորաբաժանումների անձնակազմերի ցուցակներում, որտեղ նրանք ծառայել են։ Հայնական մեծ պատերազմի տարիներին հայ զորավարներից մեկը եղել է ռազմաճակատի, 3 բանակի, 5 կորպուսի, 22 դիվիզիայի, 25 բրիգադի, ավելի քան 100-ը գնդերի հրամանատարներ, հայ գեներալներից 3-ը եղել են ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, 2-ը ռազմաճակատի հրետանու հրամանատար, 3-ը ռազմաճակատի վարչության պետ, 2-ը ռազմաճակատի գլխավոր վիրաբույժ եւ այլն։ Հայ ժողովրդի զավակները մարտնչել են բոլոր ռազմաճակատներում եւ տարբեր զորատեսակների կազմում, հետևակայիններ, օդաչուններ, ծովայիններ, տանկիստներ, հրետանավորներ, սակրավորներ, կապավորներ, բժիշկներ եւ այլն։ Ռազմաճակատի որ հատվածում էլ նրանք մարտնչել են, լիներ դա անդրբևեր թե հեռավոր արևելք, Մերձբալտիկա թե Ուկրաինա, Բելարուսիա, Ռուսաստան թե եվրոպական երկրներ ամենուրեք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը, հարստացրել նրա մարտական փառապանծ ավանդույթները եւ իրենց արժանի ավանդը ներդրել աշխարհի առաջադեմ մարդկության ողերին թշնամի ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակում, դրանով իսկ Հայաստանը փրկելով մի նոր եղեռնից։ Շնորհակալություն, շնորհակալության համար կներեք, քիչ երկար խոսելու համար։